Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Բալթյան երկրներում հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Հաշվի առնելով, որ թեմի առաջնորդը այս պահին գտնվում է Ռիգայում, հնարավոր չի եղել տեխնիկական խնդիրների պատճառով տեսակապը ապահովել։ Աստված օգնական, Սրբազան հայր։ Աստված պապան, սիրելի Նարեկ։ Սրբազան, երեկ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում են հոգևորականներ, որոնք կողմ են ամենայն հայոց կաթողիկոսի հեռացմանը։ Այդ հանդիպման նպատակը ո՞րն էր։ Վարչապետը հայտարարեց համակարգող խումբ ստեղծելու մասին, բայց այն հասարակության կողմից կամ լայն շրջանակների կողմից կարծեք թե չի ընկալվում։ Ձեր նպատակը ո՞րն է։ Նախ շնորհակալ եմ այս կապը հաստատելու համար եւ ասեմ, որ խորհրդի հավաքվելու եւ այս համակարգող խորհրդի ստեղծելու ամբողջ նպատակը հենց հայտարարության բովանդակության մեջ նշված է։ Համակարգող խորհուրդը նախ հայտարարում է իր անվերապահ հարազատությունը մեր Սուրբ Գրքին, Սրբազան ավանդությանը, եկեղեցու բոլոր կանոններին, եկեղեցու առաքելությանը, ինքը իրեն տեսնում է բնականաբար եկեղեցում իր գործունեությունը եւ առաջ է քաշում մի քանի կետերից կազմված ուրեմն պահանջներ։ Ուրեմն բովանդակության մեջ կա նպատակը։ Երկրորդ, ինչու է այս խորհուրդը ստեղծվում։ Խորհուրդը ստեղծվում է, որպեսզի ոչ միայն այսօր այս հարցի լուծումը մենք կարողանանք գտնել այս թնջուկը ամենայն հայոց կաթողիկոսի կամավոր հեռանալու եւ նոր կաթողիկոսական ընտրություններ ստեղծելու, այլ նաեւ սա ապագային մեր ամբողջ եկեղեցու հետ կապված խնդիրներ, որոնք առաջանալու են նաեւ դրանից հետո, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել։ Ինչու մեր հասարակությունը չի կարողանում ամբողջությամբ պատկերացնել։ Ես ասեմ, ուրեմն հարցերը, որ բարձրանում են, ոչ թե այդ հարցերի շուրջ են սկսում քննարկումները, այլ մեկ անգամից բոլոր չակերտավոր ասեմ ընդդիմադիր, դա քաղաքական տեսանկյունից ընդդիմադիր, լրատվականներ, գործիչներ, քաղաքական կուսակցություններ սկսում են ուրեմն ցեղ շպրտել վարչապետի, այս եպիսկոպոսների ուղղությամբ։ Երկրորդ, ոչ թե քննարկում են հարցը իր ամբողջության մեջ, այլ խեղաթյուրելու համար սկսում են մեղադրել հակաեկեղեցականության մեջ, ասելով, որ իրենք պաշտպանում են եկեղեցին, բայց վարչապետը եւ այս ամբողջ եպիսկոպոսները եկեղեցու դեմ են։ Դուք պատկերացնում եք, ես ձեզ ոնց որ դուք ձեր տունը ցանկանաք վերանորոգել, նորոգություններ կա, վերադասավորումներ անեք ու մենք գանք, ես գամ ձեզ մեղադրեմ ձեր տան նկատմամբ այդ վերանորոգության, վերադասավորությունը ոչ թե լավ չկատարելու, այլ ձեր նպատակներին դեմ գործելու։ Ահա այսպես են իրենք մեզ մեղադրում, իբր մենք եկեղեցում լինելով, եկեղեցու մաս լինելով, փորձում են մեղադրանքներ ներկայացնել եւ խեղաթյուրում են։ Հասկանում եք, ամբողջ հարցը ոչ թե խնդրի լուծման ուղղությամբ լայն հասարակական քննարկում ձևավորելն է, այլ խեղաթյուրելը։ Չէ, բայց ինչ են ասում են ինչու հիմա որոշեցին այդ հոգևորականները, Կճոյանը, այն մյուսը, դուք ասում են ինչու էս փուլում հանկարծ որոշեցին, որ խնդիրներ կա եւ Փաշինյանին զուգահեռ այդ ամեն ինչին մասնակից դառան, ասում են եկեղեցու մաս էին, ասում իրենք գերագույն խորհրդի անդամ էին, այդ ժամանակ թող իրենց ներսում այդ հարցերը բարձրաձայնեին, ոչ թե հիմա այսպես քաղաքական իշխանության ջրաղացին ջուր լցնելով։ Շնորհակալ եմ ձեր բարձրացրած հարցի համար, Նարեկ։ Այդ հարցադրումները շատ կեղծ են, որովհետև այս հոգևորականները, որոնք որ եղել են գերագույն հոգևոր խորհրդի անդամ, մենք գերագույն խորհրդի մեջ եպիսկոպոսների հավաքների ժամանակ
տասնյակ անգամներ բարձրացրել ենք հիմնական խնդիրներ։ Առաջին, չքաղաքականացնել հայոց եկեղեցին։ Հայոց եկեղեցին չտանել այս կամ այն քաղաքական ուժերի նպատակներին ծառայեցնելու։ Երրորդ, քաղաքական հայտարարություններով, հակաիշխանական հայտարարություններով, պետական մարմինների հետ հակառակվելով մենք ոչինչի չենք հասնի։ Մենք եկեղեցու ներսում ունենք խնդիրներ, մենք այդ խնդիրները պիտի լուծենք։ Ուրեմն բոլորն էլ անցնող ժամանակահատվածում այս հիմնական հարցերը բարձրացրել են, բայց այդ հարցերին ունկնդիր չի եղել ամենայն հայոց կաթողիկոսը եւ շատ անգամ, ասեմ ձեզ, տարիներով մենք շատ հայտարարությունների տակ համաձայնվել ենք զուտ չնեղացնելով կաթողիկոսին, զուտ հանկարծ մեզ չնույնացնեն գործող իշխանության հետ, շատ անգամ մեր խղճին հակառակ դա մենք արել ենք։ Իսկ ինչու հիմա? Նախ հիմա ամիսներ առաջ մենք բացարձակ գործող իշխանության ջրաղացին ջուր չենք լցնում։ Մենք ինքնուրույն ենք այս ամբողջը արել եւ անում եւ մենք շնորհակալ ենք գործող իշխանությանը, հանձին վարչապետին, որ ինքը միացել է մեր այս կոչին եւ որպես ոչ միայն Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ որպես հավատացյալ մարդ ինքը միացել է այս խնդրի դրական լուծմանը։ Այնպես որ Նա է միացել, թե հոգևորականներն են միացել։ Ինքն է միացել մեզ, տեսեք ինչպես է, երկու ճանապարհ է եղել։ Վարչապետը իր ճանապարհը սկսել է մայիս ամսից, մենք մեր ճանապարհը սկսել ենք նոյեմբեր ամսից։ Մեր երկուսի ճանապարհները հատվում են նույն տեղում՝ եկեղեցու բարեկարգման, եկեղեցու ներսում փոփոխություններ կատարելու եւ նաեւ մեր կյանքում փոփոխություններ կատարելու։ Եվ ահա այստեղ մեր վարչապետի հետ մեր ուրեմն նպատակները համընկել են եւ մենք միացել ենք մեկս մյուսին։ Եվ քանի որ նպատակը նույնն է եղել, ինչպես նշեցի, բարեկարգում փոփոխություն եկեղեցու եւ շատ կարեւոր, գիտեք, մենք խոսքեր չի որ ասում ենք, Նարեկ, եւ սիրելի մեր լսարանին եմ ուղղում։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք եկեղեցին իր առաքելությունից շեղվել է, սա օդի մեջ չի։ Մենք եկեղեցու ներսում ենք, մենք տեսնում ենք, որ ինքը քաղաքականացվում է։ Հայտարարություններ անում, որոնք վնասում եւ վտանգում են մեր պետությանը եւ նոր չէ։ Բացեք դուք որպես լրագրող, իմ հորդորն ու խնդրանքն է ձեզ։ Դուք վերջին 7 տարիների ընթացքում բացեք եւ նայեք Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունները, օրինակ, Արցախի հարցի հետ կապված։ Այդ հայտարարություններից շատերով մենք շատ անգամ գործող Արցախի եւ Հայաստանի իշխանություններին դրել ենք ծանր վիճակի մեջ։ Ասել ենք կարմիր գծերը սրանք են, պահանջներ ենք ներկայացրել, բայց մենք ինչ ենք արել, որ դրական լուծվեին այդ հարցերը։ Միայն խանգարել ենք։ Այնպես որ սա լուրջ հարց է, որ մենք բարձրացնում ենք եւ մեր հասարակությունը պիտի ուշադիր հետևի սրան։ Ինչ եղավ։ Այս եպիսկոպոսները, այս վարդապետները այսքան ուրեմն բան ունեն, այս եպիսկոպոսները ունեն այսքան վաստակ հայ եկեղեցու մեջ եւ հանկարծ եկավ մի օր իրենք հարց են բարձրացնում։ Սովորական եպիսկոպոս, arczepiskopոսներ չեն։ Դուք տեսեք վաստակը, դուք տեսեք մարդկանց պաշտոնները, այս մարդիկ հարցը բարձրացրել են, որպեսզի լուծում ստանա։ Չէ, ուղղակի տեսեք, հիմա օրինակ Նավասարդ Կճոյանը ի՞նչ է պահանջում այս հասարակությունից, երբ որ տարիներ շարունակ ամենայն հայոց կաթողիկոսը, կոպիտ ասած, նաև ծածկադպրոցը արել իր արածները։ Հիմա ինքը ումից է պահանջում եկեղեցու բարենորոգում եւ բարեկարգում։ Գիտեք, մեր կյանքում կարող է շատ բան չլինի այնպես, ինչպես որ մեր կոչումն է։ Բայց Նավասարդ arczepiskopոսը
իրեն վերագրող այդ բոլոր իրավական խնդիրներով անցել է եւ այսօր նախ արդարացվել է իրավական մեր դաշտում, սա մեկ։ Երկրորդ, ամենայն հայոց կաթողիկոսի կողմից այդ ծածկադմփոցների հարցը չի այստեղ շատ ավելի կարևոր հարց է։ Մենք երբ որ տանում ենք այս ամենը անձնական դաշտ, մենք հենց ստեղ խեղաթյուրում ենք։ Կարող է ես, Նավասար Սրբազանը, Արտակ Սրբազանը, մյուսները ունենք, կարող է բազմաթիվ սխալներ մեր կյանքում, բայց մենք բոլորս ունենք շատ կարևոր վաստակ հայ առաքելական եկեղեցուց ներս։ Դուք վերցրեք եւ կարդացեք մեր կենսագրությունները։ Դրա համար, երբ որ տանում ենք անձնական դաշտ, ասում ենք այս մարդը արժանիքներ չունի, որ այսօր պահանջում է, մենք ամենայն հայոց կաթողիկոսին անձնապես վիրավորել ենք, ոչ։ Մենք ամենայն հայոց կաթողիկոսի անձնական իրեն վերագրող մեղքերի մասին խոսել ենք, ոչ։ Մենք խոսում ենք ամենայն հայոց կաթողիկոսի գործելակերպի, նրա աշխատանքի ոչ ճիշտ ընթացքի, որը հասցրել է այս վիճակին։ 10 arczepiskoposները հարց են բարձրացրել։ Սա խնդիր է։ 4 եպիսկոպոս, arczepiskopos կալանավորված են։ Սա խնդիր չի։ Մայր տաճարը կիսադատարկ է լինում պատարագների ժամանակ։ Սփյուռքի հետ կապված այս խնդիրները խնդիր չեն։ Մենք հոգևոր ճեմարանում արդեն գրեթե դիմորդներ չունենք։ Տարին 10 սարկավակ թողնում եւ հեռանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Կառավարման այս կլանային համակարգը այլևս ուղղակի սպառել է իրեն եկեղեցուց ներս։ Մենք սրա մասին խոսենք, թե չէ հարցը բարձրացնում է Կճոյանը, Միրզախանյանը, Քարամյանը, թե Աբրահամյանը, դա բացարձակ կապ չունի դրա հետ։ Լավ, տեսեք, Մայրաթորի էջից եմ կարդում։ Տարակուսելի է, որ հիշյալ 10 եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայրաթորից իրենց ուղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց ուզող հարցերի շուրջ ամենայն հայոց հայրապետի եւ Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։ Արդյոք եղել է նման բան, որ վեհապար հայրապետը հրավիրի ձեզ քննարկումների եւ դուք չգնաք եւ եթե չեք գնում, ինչու։ Ուրեմն շատ հստակ ասեմ, որ այդտեղ կեղծիք կա։ Մենք 10 եպիսկոպոս, arczepiskoposներով նամակով դիմել ենք, մենք հանրային դաշտի միջոցով դիմել ենք, բայց մեզ ամենայն հայոց կաթողիկոսը չի հրավիրել իրեն այդ հանդիպման։ Մենք նույնիսկ դեկտեմբերի 18-ին, որ մեր ժողովրդին հրավիրել էինք այնտեղ աղոթքի, որ ուղակի սադրիչներ բերեցին եւ փորձեցին խանգարել։ Մեր նպատակն էր ժողովրդի հետ խաղաղ աղոթք անել, ժողովրդի անունից մտնել ամենայն հայոց կաթողիկոսին հանդիպել եւ իրեն փոխանցել այդ նամակը, տեսնել իրեն, հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի նոր անդամների հետ, որոնք մանավանդ վերջին շրջանում ապօրինի կերպով ազատեցին մեզ եւ ոչ իրավական կերպով ընդունեցին նոր անդամներ, որ ասենք, որ գործող Գերագույն հոգևոր խորհուրդը օրինավոր չէ, որ մենք մեր հարցերը բարձրացնենք, բայց այդպես էլ սադրիչներ հրավիրեցին, թույլ չտվեցին, որ մենք կարողանանք գնալ կաթողիկոսի հետ հանդիպման եւ կարողացանք միայն նամակը փոխանցել։ Այնպես որ այդտեղ ինչ որ գրված է ճշմարտության հետ որևէ առնչություն չունի։ Մենք կանոնականության մեջ ենք, մենք յուրաքանչյուրս մեր թեմում, մեր ծառայության մեջ ենք, մենք հակականոնական ոչինչ չենք արել, ուղղակի բարձրացրել ենք ամենայն հայոց կաթողիկոսի առջև այս խնդիրները, որոնք որ պետք է լուծվեն։ Մայրաթորը այդ համակարգող խումբը, որ ստեղծվել է, ինքնահռչակ է համարում եւ ասում է, որ նա իզորու չէ որևէ բան անելու եւ դա եկեղեցու հարցերը կարող են միայն եկեղեցում գործող ինստիտուտներում քննարկվել։ Դուք այս համակարգով խմբով, այս 10 հոգով պլյուս վարչապետը ինչ եք կարողանալու անել, երբ որ որևէ օրինական ուժ չունի ձեր այս խումբը։ Ուրեմն մեր համակարգող խումբը ունի ուժ հավատքի եւ եկեղեցու բարեկարգման
կողմից կարգավորված որպես հանձնախումբ։ Եվ այս հանձնախումբը իրավունք ունի որպես եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ, վարչապետը իրավունք ունի որպես եկեղեցու հավատացյալ մասնակից լինելու եկեղեցու բարեփոխումներին։ Եկեղեցու, այո, մենք շատ լավ տեղյակ ենք եկեղեցու ներսում գործող այդ բոլոր կառույցներից, բայց այդ կառույցներից միայն Գերագույն հոգևոր խորհուրդն է գործում, այն էլ կրկնում եմ, օրինավոր չի, որովհետև նրա լիազորությունները 2021 թվականից արդեն պետք է դադարեցված լինեին։ Սա մեկ, երկրորդ։ Կաթողիկոսը չի հրավիրում եկեղեցական ներկայացուցչական ժողով, որպեսզի Գերագույն հոգևոր խորհուրդ ընտրվի եւ հնարավոր լինի նման հարցեր լուծել։ Երրորդ, կաթողիկոսը չի հրավիրում ազգային եկեղեցական ժողով, որպեսզի այս հարցերը քննարկվեն եւ իր խնդիրը դրվի այնտեղ քննարկման։ Չորրորդ, ինքը հրավիրում է եկեղեցու եպիսկոպոսատ ժողով եւ նաեւ իր կողմից չեղարկվում է այդ եպիսկոպոսական ժողովը։ Հիմա ես չեմ դուք եք նարեկ։ Հիմա մենք ինչ կերպով այդ որ կառույցների մասին է խոսում Մայրաթոռը, որտեղ պիտի քննարկվեն։ Գործող մի կառույց կա, որը գործում է այսպես կոչված Գերագույն հոգևոր խորհուրդը, բայց կրկնում եմ, վերջին 2017 թվականի եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնի համաձայն, որ 2 տարին մեկ պիտի հավաքվեր եւ այդպես էլ չհավաքվեց տարբեր կեղծ պատճառաբանություններով, այնտեղ եւ Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրության մեջ գրված է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը իրավունք ունի գործելու 4 տարի ժամանակով։ 4 տարին լրացել է 2021 թվականին։ Հիմա այդ խորհուրդը ապօրինի է, երբ որ ասում են այդ հարցերը պիտի լուծվեն եկեղեցու ներսում։ Եկեղեցու ներսի որ ատյանում պիտի լուծվի, թող ինքն ասի։ Լավ, հիմա այս ձեր համակարգող խումբը ինչ է անելու։ Վաղ այդ քայլերթը կանե Գրիգոր Լուսավորիչից կգնան Սուրբ Աննա եկեղեցի, հետո բնականաբար մենք ունենք այդ քարտեզը ճանապարհային, ինչ որ հրճակվեց երեք երեկոյան, մենք հենց այդ հրճակագրով, կասեի, մենք դրանով կգնանք առաջ։ Թե ինչ քայլեր, մենք այդ քայլերը նախորոք, ինչպես որ վարչապետը վաղվա համար ասաց, ուրեմն մեր քայլերի մասին մենք ամեն անգամ կտեղեկացնենք, բայց մեր կարևորագույն քայլը հորդորել ամենայն հայոց կաթողիկոսին, որ իրավիճակը մեկ անգամ եւս վեր լուծի եւ մի կողմ դնի տարբեր ուժերի, տարբեր անհատների կողմից այդ հորդորները կամ պահանջները, որ ինքը հրաժարական չտա եւ հանգստի չկոչվի, նայի, որ իրավիճակը այս թնջուկը չի լուծվում դրանով։ Լուծման տարբերակը հենց դա է, որ տեղապահ ընտրվի իր գնալուց հետո եւ նոր կաթողիկոսական ընտրություններ։ Եվ այս պահանջը ոչ թե վարչապետին է կամ 10 եպիսկոպոսներին է, այլ իրավիճակն է դա թելադրում։ Գիտեք, ես ձեզ մեկ անգամ ներողություն, ով թույլ չի տալիս, որ ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա։ Ես կարծում եմ, որ կան ուժեր, որոնք որ թույլ չեն տալիս։ Ովքեր։ Ես կդժվարանամ ասել ովքեր, մենք տեսնում ենք, ովքերը տեսնում ենք Հայաստանում ամեն օր թերթերում դուք տեսնում եք հայտարարություններում, Facebook-ում տեսնում եք, նրանց ճանաչում եք կուսակցությունների կամ անհատների, բայց կան վստահաբար երևի Հայաստանից դուրս այլ ուժեր, որոնք նույնպես խոչընդոտում են եւ չեն ցանկանում, որ Հայաստանում լինի համերաշխություն, որ Հայաստանում տեղի ունենան փոփոխություններ։ Այսինքն կաթողիկոսն ուզում է գնալ, բայց այդ ուժերը ըստ ձեզ չեն թողնում։ Հնարավոր է, որ նաև այդպես, որովհետև կաթողիկոսը վերջապես խելացի եւ փորձառու անձնավորություն է, ինքը տեսնում է այն իրավիճակը, որ այսօր ձևավորվել է։ Եթե 2018-ին ձևավորված այդ խնդիրը այն օրերին այսօրվա իշխանությունը փոխեց եւ կանգնեց Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսի կողքին եւ թույլ չտվեց, որ տեղի ունենար այդ փոփոխությունը, այսօր այդ կառավարությունը հենց ինքն է պատրաստ կոչերով
դիմում է, որ կաթողիկոսը կոչվի հանգստի։ Սա նշանակում է, որ գործող կառավարությունը, հասարակական լայն շրջանակները, եկեղեցու բարձրաստիճան սպասավորների զգալի մասը այս հարցը բարձրացնում են, լուծում պիտի գտնվի։ Եթե ինքը ուրիշ լուծում չի գտնում եւ ասում է, չէ, ես պիտի մնամ այստեղ կանոնական կարգով եւ այլն, կանոնական կարգով էլ հարցը չի լուծվում։ Դրա համար կամավոր կերպով ամենաճիշտը, տեսնելով մեր այն հայրապետներին, ովքեր տարբեր ժամանակներում տեսնելով իր վիճակը լուծում տվեցին, հեռանալով մի վանք, մի աղոթքի, ես կարծում եմ դա լավագույն եղանակը պիտի լինի։ Տեսեք հիմա կաթողիկոսը, որ ասում եք պետք է հանգստի կոչվի, կա ձևակերպած խնդիր ձեր համար, ինչի պետք է նա հեռանա, որով Գարեգին երկրորդը պետք է հեռանա, որովհետև ինչ, որն է ձեր ձևակերպումը։ Որովհետև մենք, եթե դուք նայել եք մեր նամակը, որ մենք ուղղել ենք Էջմիածնին, այո, այնտեղ ամեն ինչ ձևակերպված են, այդտեղ առաջին հերթին քաղաքականության մեջ ներգրավելը, ես սկզբից էլ իմ խոսքին նշեցի, եւ քաղաքական այս ու կամ այն ուժերին ծառայելը, որը շատ լուրջ խնդիր է, եւ դրա հետ միասին նաեւ խորքային պետության մաս դառնալը Հայաստանում այդ ուժերի հետ միասին, այդ նայն ուժերն են, որոնք որ մինչև այսօր Հայաստանը չեն թողնում զարգանա եւ չեն թողնում, որ Հայաստանը կարողանա շունչ քաշել, անպայման պիտի Հայաստանի համար բերեն ինչ-որ, չգիտեմ, մի պետության, մի երկրի, որ գա եւ ուրեմն մի տեսակ հայրություն անի ուրեմն Հայաստանին, քաղաքական խնդիրներ, կլանային կառավարման, միայնակ որոշումներ կայացնելը, անարդար եւ հանիրավի շատ հոգեվորականների ուրեմն կարգալույծ աները, աղանդավորության դեմ չպայքարելը, մեր ժողովրդի միասնականության համար աշխատանքներ չտանելը եւ այսպես կարող եմ շատ նվազել։ Խնդիրները արձանագրեցիք։ Այս խնդիրները արձանագրված են տարիներով։ Այս խնդիրների մասին մենք տարբեր ժամանակներ խոսել ենք, մանավանդ հոգևորականներս միմյանց հետ շատ ավելի ենք խոսել։ Հրապարակավ ինչու չեք խոսել, հրապարակավ ինչու չեք խոսել։ Ուրեմն հրապարակավ մենք ձեր ասացի պես, ահա, այստեղ եկանք հասանք ոնց են ասում տեղը։ Հրապարակավ հիմա խոսում ենք, ասում են ինչու չեք խոսել ներսում։ Մենք ներսում խոսում էինք, հիմա էլ ասում են ինչի հրապարակավ չէիք խոսում։ Չէինք խոսում, որտեղ մտածում ենք։ Ներողություն, եթե դուք մի քանի տարի առաջ հրապարակավ խոսեիք, երբ որ դեռ քաղաքական իշխանության այս արշավը սկսված չէր, դա լրիվ այլ կերպ կընկալվեր, բայց հիմա երբ որ կա Նիկոլ Փաշինյանի կողմից գործընթաց ու դուք դրան զուգահեռ եք այդ մասին խոսում, դա լրիվ այլ կերպ է ընկալվում։ Դա ընկալումը Դուք շատ ճիշտ բառ օգտագործեցիք, ընկալումը, բայց իրականությունը այլ է։ Մենք եթե մի քանի տարի առաջ մենք այս ամբողջը սկսեինք, կրկնում եմ, այն օրերին էլ այս նույն հարցերն էին գալու։ Ինչու չեք հանրայնացնում, ինչու եկեղեցու ներսում այդ հարցերը չեք խոսում, ինչու հիմա խոսեցիք, բոլոր ժամանակներում այդ հարցը գալու է։ Հիմա խոսեցինք, ուրեմն հիմա է ժամանակը։ Սրբազան, տեղյակ եք, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք աջակցում են ամենայն հայոց կաթողիկոսին, ձեզ 10 բարձրաստիճան հոգևորականների անվանում են տիրադավներ եւ պահանջում են, որ րոպե առաջ ձեզ կարգալույց հռչակի կաթողիկոսը։ Նախ այդ գնահատականը դուք ինչպես եք վերաբերում, արդյոք ձեր համար ցավալի չէ հայ հանրությունից, քրիստոնյաներից լսել, որ տիրադավ եք։ Ուրեմն այդ տերմինը ցավալի է, որ առաջին հերթին խոսեցին կալանավայրերում գտնվող մեր հոգևոր եղբայրները, իրենք այդ տերմինը առաջ քաշեցին, այդ տերմինը ընդհանրապես կապ չունի մեր եւ մեր գործունեության հետ։ Տիրադավ նշանակում է Տիրոջը դավաճանել։ Մենք որ Տիրոջն ենք դավաճանել, մեր սիրելի Հիսուս Քրիստոսին, մեր հայրերի Աստծուն, Սուրբ Հոգուն միթե,
մեր գործունեությամբ մենք միշտ հնազանդ ենք եղել մեր Աստծուն եւ այսօր էլ։ Ամենայն հայոց կաթողիկոսը մեր կրոնապետն է, նա մեր Տերը չի, որ մենք իրեն դավաճանենք։ Ուրեմն նշանակում է իրադավ տերմինը ընդամենը վիրավորական խոսք է, որ փորձում են անվանակել։ Իհարկե մեզ շատ վիրավորական է, որովհետև այդ մարդկանցից շատերը, ովքեր որ մեզ տիրադավ են ասում, ընդհանրապես ես իրենց եկեղեցում չեմ էլ տեսել։ Վերջին անգամ իրենք երբ են հաղորդվել, երբ են ապաշխարել, երբ են սուրբ գիրք կարդացել, երբ են սրբազան ավանդությունները կարդացել, տեղյակ չեմ։ Եթե իրենք լինեին կրոնական զգացողության մեջ, իրենց թույլ չէին տա վիրավորական խոսքեր։ Եվ օգտվելով առիթից, սիրելի Նարեկ, ցանկանում եմ ձեր հաղորդման միջոցով հորդորել այդ մարդկանց եւ քաղաքական ուժերին եւ անհատներին մենք երբ որ իրենք Հայաստանի ներսում ցանկանում են բարեփոխումներ, փոփոխություններ, մենք որպես քաղաքացի եւ բարձրաստիճան հոգեվորականներ մենք չենք վիրավորում իրենց։ Իրենք երբ որ ցանկանում են վարչապետ փոխել, նախարարներ փոխել, կառավարություն, մենք չենք իրենց հայոյում, չենք վիրավորում, սա իրենց քաղաքական գործն է։ Մենք հիմա եկել է մի պահ, որ մենք լինելով զավակը ոչ միայն հայ եկեղեցու, այլ դրա պաշտոնյան հարց ենք բարձրացրել։ Մեզ ինչու են վիրավորում։ Մենք որևէ մեկին անհատապես չենք վիրավորել եւ չենք էլ պատրաստվում վիրավորելու։ Հասկանում եք, այստեղ այդ վիրավորական տերմինները, վիրավորական խոսքերը, արտահայտությունները անում են, որպեսզի հասարակությանը շեղեն բուն իսկական նյութից, որը չի լինելու։ Տեսեք, ամենայն հայոց կաթողիկոսը ձեզ համար Գարեգին երկրորդ է, թե Կտրիչ Ներսիսյան։ Ինձ համար Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս է, որովհետև ինքը այսօր պաշտոնավարում է որպես կաթողիկոս, եւ եթե ինքը հանգստի էլ կոչվի, ինքը մնալու է որպես կաթողիկոս, տերմինը ունենալու է միանշանակ, այնպես որ մենք կանոնի մեջ ենք եւ այսօր Գարեգին երկրորդն ամենայն հայոց կաթողիկոսն է, մենք դա ընդունում եւ ճանաչում ենք։ Սրբազան, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պապկաներ ունի, իրեն միացած կամ ավելի ճիշտ այդ հոգևորականների մասին եւ շանտաժով ստիպում է, որ անեն հայտարարություններ, գործողություններ, դուք սա ինչպես եք մեկնաբանում, կա արդյոք մի բան, որը օրինակ ձեզ մյուսներին կարող էր Նիկոլ Փաշինյանը շանտաժ անել։ Ուրեմն այս հարցով ես պատասխանեմ եւ սիրելի Նարեկ փորձենք ամփոփել, որովհետեւ արարողություններ պիտի սկսենք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը եւ պետական որևէ մարմին, որևէ փաստաթուղթ մեզ չի ներկայացրել, մեզ ոչ ոք շանտաժ չի արել, ոչ ոք չի բռնացել մեր ազատ կամքին, դա մենք կատարել ենք կամովին եւ ինքնուրույն, այնպես որ այդ ամբողջ խոսակցությունները ավելնորդ են եւ կեղծ են։ Դրանք մենք լավ գիտենք, որ շատ խոսակցություններ գալիս է Մայրաթորի որոշ հոգևորականների շրջանակներից, տեղյակ ենք, որ որոշ հոգևորականներ տարբեր լրատվամիջոցների, տարբեր անհատների միջոցով փորձում են անվանարկել, բայց չեն գիտակցում, որ դա ամենամեծ մեղքերից մեկն է, որի հետևից իրենք գնում են։ Այնպես որ դա ճշմարտության հետ որևէ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը մեր լավագույն հավատացյալներից է, մենք իրեն հետ շփվել ենք, մենք տեսել ենք, որ ինքը առողջ մտածողության տեր անձնավորություն է, մի մարդ, որին պատկերացնում եք, տարիներով արվել է ամեն ինչ, որ նա որևէ միտեղ պատարագի չկարողանա մասնակցել։ Եվ այն օրը, երբ որ որոշեց գնալ Հովանավանք, եւ օրերի ընթացքում Արամ քահանային, ուրեմն այդ օրերի կարգալույց հռչակեցին։
Միթե կարելի էր այդպես անել։ Եվ երբ որ ես լսում եմ նրա այդ խոսքերը, թե որքան պատրաստական է եղել եւ ինչքան մեծ ափսոսանք է ապրում, որ տարիներով իրեն հնարավորություն չի տրվել, որ ինքը կարողանա պատարագի մասնակցել։ Այսքան Տեսեք, Նարեկ ջան։ ես մի բան էլ կուզեի հարցնել։ Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշում նաև բարձրաճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու հարցը եւ կաթողիկոսի հետ կապված գործընթացները Նիկոլ Փաշինյանը հենց դրանով սկսեց։ Բայց օրինակ մամուլում կներեք, բայց ձեր մասին էլ կա այդ հրապարակումը, Էլբեկ Առաքել Քյարամյանի մասին էլ կա այդ հրապարակումը։ Հիմա եթե վարչապետը դա է առաջ քաշել, ինչպես է ստացվում, որ այն հոգևորականները, ում անվան հետ դա կապվում է, նրանց հետ փորձում է եկեղեցի բարեփոխել։ Ես այդ հարցին անդրադարձել եմ այդ ավելորդ խոսակցություններին առաջին հերթին եւ երկրորդ մենք նման հարց ամենայն հայոց կաթողիկոսի առջև չենք բարձրացրել վարչապետը որպես երկրի ղեկավար իրավունք ունի ցանկացած հոգեվորականի հետ կապված հարցեր բարձրացնի եթե ինքը ունի դրա հիմնավոր փաստերը Իսկ մնացած առումով մենք մեր բոլոր խնդիրները, որ բարձրացրել ենք ամենայն հայոց կաթողիկոսի առջև, այնտեղ ոչ մի անձնական հարց մենք չենք բարձրացրել։ Բայց ունի կաթողիկոսը զավակ։ Ես դրա մասին տեղյակ չեմ եւ դրա համար չեմ կարող պատասխանել։ Իսկ այն հոգևորականները, որ Փաշինյանին են միացել կամ այդ խմբի մեջ են, նրանք խախտել են կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Գիտեք, կուսակրոնության ուխտի խախտման հարցը դա այնքան լուրջ հարց է, որ ուրիշ առիթով ես ասել եմ, եթե մենք միայն նայում ենք այն հոգևորականներին, ովքեր կուսակրոնության կոչվել են եւ տարբեր, այսպես ասենք, խնդիրներ կան, բացի դա, որ կին, երեխա, ընտանիք եւ այլն, բայց չէ որ կուսակրոններ կան, որոնք որ այդ ընթացքում մյուս կերպի մեջ են եղել, միասեռական հարաբերությունների մեջ են եղել ուրիշների հետ։ Սրանք խնդիրներ են, որ այդ կուսակրոնության խախտումը միայն կին երեխա ունենալու հարց չի։ Կուսակրոնության խախտումը նաև կարող է ուրիշ բան լինել։ Իսկ ես անձամբ անկեղծորեն կուսակրոնության խախտումը ոչ թե ֆիզիկական խախտման հետ կբերեի, կմիավորեի։ Ես կուսակրոնության ուխտը կբերեի, կասեի, երբ որ մենք ուխտադրուժ լինեինք ամեն մեկս բոլորիս է վերաբերում կուսակրոն հոգևորականներից, եթե մենք խախտում ենք այն ուխտը, որ տվել ենք, որ Էջմիածնին պիտի ծառայենք անմնացորդ կերպով, որ մեզ համար Էջմիածնի ծառայությունը, հայոց եկեղեցու ծառայությունը ու մեր Աստծուն ծառայությունը դա գանձ է եւ անկողոպտելի եւ մեծագույն առաքելություն։ Այսքանը։ Եվ կներեք, Նիկոլ Փաշինյանը այս գործընթացում որպես Հայաստանի վարչապետ է մասնակցում, արդյոք ձեզ չի մտահոգում այն, որ պետությունը եւ եկեղեցին անջատ լինելով քաղաքական իշխանության ամենաբարձր պաշտոնյան փորձում է եկեղեցու կառավարմանը խառնվել։ Հիմա տեսեք, այս հարցով եթե կարելի է ամփոփենք, կրկնում եմ, որ պիտի, այո, սիրելի Նարեկ, այո։ Ուրեմն նախ առաջին հերթին ինքը հանդես է գալիս որպես հայրաքելական եկեղեցու հետևոր։ Կներեք, բայց այդ ուխտը երեք որ ստորագրեց, դիմացը գրած Այո, ես դա եմ, ես շարունակում եմ, Նարեկ ջան։ Ուրեմն ինքը նաև որպես վարչապետ իհարկե հայոց պետության այսօրվա ղեկավարն է եւ ինքը կարող է հարցեր բարձրացնել։ Ժամանակին մեր թագավորները թագավորության շրջանին նրանք էլ էին չէ՞ այդ խնդիրները բարձրացնում։ Եթե այսօր վարչապետը այդ հարցերը բարձրացնում է, դա չի նշանակում, որ ինքը միջամտում է եկեղեցու ներքին հարցերին։ Ինչ է նշանակում միջամտել եկեղեցու ներքին հարցերին։ Վարչապետն է թեմերի առաջնորդներ նշանակում, ազատում։ Վարչապետն է մայրաթոռի պաշտոնյաներին ընդունում ազատում։ Վարչապետն է մայրաթոռի գործունեությունը առօրյա առաջ տանում, որ ինքը դրանով միջամտի, կամ կաթողիկոսին հանձնարարում է կամ ինչ որ մի եպիսկոպոսին, որ նա այս կերպ կամ այն կերպ անի։ Այնպես որ դա
կեղծիք է, թե իբր ինքը խառնվում է եկեղեցու ներսի հարցերին։ Ինքը ուղղակի երկրի վարչապետ տեսել է խնդիր, տեսել է լուրջ խնդիրներ եւ այդ լուրջ խնդիրների լուծումը տեսնում է այդ փոփոխության մեջ։ Իմ աղոթքն է այս պահին, որ ամեն ինչ խաղաղության մեջ լինի, սիրո, համերաշխության, եւ մենք համազգային կերպով կարողանանք սովորել միմյանց հետ խոսելու եւ ոչ թե իրար վիրավորելու, միմյանց հետ կարողանանք այս հարցերին անդրադառնալու եւ օգտվելով առիթից, որ քիչ հետո արդեն ամեն օր սկսում է ճրագալույցի պատարագը, շնորհավորում մեր ժողովրդին գալիք Սուրբ Ծննդյան տոների առիթով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամեն մեկի սրտի մեջ մի նոր Բեթլեհեմ ձևավորի, մի նոր մսուր, որ մենք կարողանանք իրոք հոգևոր կերպով այս ամբողջ հարցերին անդրադառնալ, ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ վիրավորական, այլ ճիշտ հակառակը՝ սիրո, համերաշխության։ Ու Աստված ինքը կառաջնորդի մեզ այս Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Թող խաղաղություն լինի մեր Հայաստան աշխարհում եւ Հայաստանի ու Սփյուռքի մեր ամբողջ ժողովուրդը ապրի սիրո միության մեջ։ Աստված օրհնի բոլորիդ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ամենայն բարիք ձեզ սիրելի Նարեկ։ Տերն օրհնի ձեզ։